Զույգերը վիճում են ինչի համար։ Ինչի համար եք դուք ամուսնանում, որ ընտանիք ունենաք, երեխաներ ունենաք, երջանկացնեք եւ երջանիկ լինեք, չէ։ Եվ այդ պահին հարց եմ ուզում տամ. ինչի եք վիճում։ Ինչի եք միշտ ուզում ցույց տալ, որ դուք ճիշտ եք, որ դիմացինը սխալ է։ Գիտեք, ես որ ասում եմ կնոջ հետ մի վիճեք եւ կանանց էլ ասում եմ ձեր տղամարդկանց հետ մի վիճեք։ Կանանց ասում եմ աղջիկներ ուզում եք երջանիկ լինեք, ուրեմն հիշեք, որ ձեր տղամարդը միշտ ճիշտ է։ Այո, նույնն էլ տղամարդիկ։ Հիշեք, որ ձեր կինը միշտ ճիշտ է։ Դուք իրար սիրեք, դուք իրար փայփայեք ու երջանկացրեք։ Եթե սկսեք իրար հետ վիճել, եթե սկսեք ապացուցել ով է ճիշտ, ով է սխալ, իհարկե տղամարդն է հաղթելու, որովհետև քո կողքին ամենաթույլ կինն է աշխարհում։ Կին, որը քեզանից է կախված։ Քո կողքին կինը, որը քեզանից է կախված, ու ինքը այս պահին ամենաթույլն է աշխարհում։ Տղամարդիկ վիճեք ուրիշների հետ, ձեր կոնկուրենտների հետ, հզոր տղամարդկանց հետ, ում հետ որ աշխատում եք, խնդիր ունեք, կարակ վիճեք, բայց ոչ թե կնոջ հետ, ով ձեր կողքն է, ձեր հետ խնդիր է կիսում եւ ընտանիք օջախը պահում։ Եվ մի ասեք, ոչինչ, թող ասի, որ ինքը սխալվել է։ Իսերա սուկարողը իր պատկերացման մեջ ինքը չի սխալվել։ Շատ կարևոր է, որ մենք դա գիտակցենք, իրար սիրենք, իրար հետ չվիճենք։ Դրա համար մենք ի սկզբանե պետք է հիշենք, որ մենք ամուսնանում ենք երջանիկ լինելու համար, լավ կյանքով ապրելու համար եւ իրար երջանկացնելու համար եւ երջանկացրեք իրար։ Աղջիկներ, եթե դուք ուզում եք երջանիկ լինեք, ձեր տղամարդը միշտ ճիշտ է։ Մի այդ պահին վիճեք ու կռիվ արեք ու ասեք, որ դու սխալ, ոչ։ Ես լավ չեմ զգում, ես ուզում եմ մենք երջանիկ լինենք, ես ցանկանում եմ, որ մենք չվիճենք, ես դրանից վատ եմ զգում։ Իսկ տղամարդը, հիշեք, եթե դուք ձեր կնոջ հետ վիճում եք, ապացուցում եք եւ հաղթում եք, դուք ամենաթույլ մարդն եք աշխարհի։ Բերել եք աղջկան, ամուսնացել եք, երջանկացրեք իրան, ասեք այո, դու ճիշտ ես հրաշքս եւ իրան համբուրեք ու սիրուն նվեր տվեք։ Այս սենց է լինում իրական լավ ընտանիքը։ Իմ աղջիկներից մեկը մարտի 8-ին ինձ պատմեց մի պատմություն, որ մարտի 8-ին գնացել են էքսկուրսիա մեքենայով, որտեղ 10 քանի կին է եղել, եւ ասեց, որ բոլորը տխուր էին, անտրամադիր էին, մեկի ամուսինը իրան նվեր չէր արել, մեկին ընդհանրապես ամուսինը չէր հիշել, որ մարտի 8-ն է, մյուսը մենակ է, այն մեկը ամուսինը թողել գնացել է, այն մեկը եւ այլը, բոլոր կանայք այդտեղ նեղացած, վիրավորված կանայք էին եւ գնացել են էքսկուրսիա, որ տրամադրությունը իրանց բարձրացնեին։ Հրաշքներս, տրամադրությունը երբեք կախված չի տղամարդուց։ Դու պետք է ապրես սիրուն լիարժեք քո կյանքով։ Դու քո տրամադրությունը ունես, քո առօրյան ունես, քո կյանքը ունես, եւ դու ես քո կյանքը կարգավորում, սիրունացնում, երջանկացնում։ Տղամարդը մեր կյանքում նրա համար է, որ ինքը թեթևացնի մեր կյանքը, մեր հոգսերը թեթևացնի, հոգսերը հոգա ընտանիքի եւ ձեր եւ պաշտպանի ձեզ բոլորիդ, ամբողջ օջախը։ Եվ եթե դուք պատկերացնում եք, որ տղամարդը քո կյանք գալիս է, որ քո տրամադրությունը բարձրացնի, քեզ ուրախացնի, քեզ երջանկացնի, եթե դու ներսից ուրախ չես, երջանիկ չես, լիարժեք չես, ինքնաբավ չես, տղամարդը ինչ էլ անի գլխի վրա քայլի, դու երբեք տրամադրությունը չես փոխի, որովհետև ամեն ինչ այստեղ է եւ այստեղ է։ Դու քո ներսի հետ եթե խնդիր ունես, երբեք ոչ մի տղամարդ եւ ոչ մի մարդ առհասարակ քեզ չի ուրախացնի եւ քեզ չի տա այդ տրամադրությունը։ Այո, դա կախված է ապրելակերպից, թե ինչ ծնողներ ես ունեցել, թե ինչ ընտանիքում ես մեծացել, ինչ պայմաններում ես մեծացել, բայց դու արդեն մեծացել ես, դու մեծ անձնավորություն ես, ու այն ինչ որ քեզ մանուկ ժամանակ չեն տվել քո ծնողները, նեղվում ես, դարդ ես անում, հիշում ես, տանջվում ես, մի արեք, ներեք բոլորին,
Ներեք ձեզ, ներեք մարդկանց, ներողություն ասել սովորեք։ Եվ հիշեք, որ դուք եք ձեզ տալիս տրամադրություն։ Եվ հիշեք, որ դուք եք ձեր կյանքը կարգավորում։ Նայեք, եթե դուք լիարժեք անձնավորություն եք, եթե դուք հոգեպես հավասարակշռված եք, այդ դեպքում դուք կհասկանաք, որ դուք եք այս տարիքում ձեզ տալիս սեր, ձեզ տալիս ուրախություն, ձեզ տալիս նվերներ, ձեզ տալիս ստաբիլություն։ Այո, դուք մանուկ ժամանակ ձեզ չեն սիրել, դուք ձեզ սիրեք։ Մանուկ ժամանակ նվեր չեք ստացել, դուք ձեզ տվեք։ Բա այսօր ինչի չեք անում։ Դու մեծ մարդ ես արդեն։ Դու կարաս քեզ ամեն ինչ տաս ու քո մասին հոգ տանես։ Այսօր քայլերդ արա, թող վաղը քո կյանքը լավ լինի։ Ու դու արդեն մեծացել ես, դու արդեն փոքր երեխա չես։ Ամուսինդ չի գալու քեզ ուրախացնի, տրամադրություն տա։ Ամուսինդ գալու է քո հոգսը թեթևացնի, այդքան բան։ Քեզ սիրի ու տա քեզ տղամարդու ամեն վայելք, որը տալիս է տղամարդը կնոջը։ Վերջ։ Տղամարդը չի գալու քո տրամադրությունը բարձրացնի միշտ։